Սովորաբար, երբ խոսքը գնում է կեղծիքի, մանիպուլյացիայի եւ այլնի մասին, բնականաբար հանրությունը, հասարակությունը, առանձին անհատներ միանգամից մեղադրում են բնականաբար լրագրողներին։ Ինչ քաղաքական ուժի թելադրանքով են իրենք լուսաբանում եւ ինչն են ուզում տեսնել։ Ինչ կատարվում է մեր լրատվադաշտում, կարծում եմ ուղիղ արտացոլանքն է մեր քաղաքական դաշտի։ Պատասխանատվություն կրում ենք, այո, մենք։ Այստեղ մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ ապատեղեկատվության հետևից իսկապես չես կարող հասնել։ Ժողովուրդը այդ չի ուզում, ժողովրդին մենք այդ սովորացրեցինք։ Չպետք է լինի վերաբերմունք։ Մենք ինչ պետք է անենք, թաթիկներս տնկենք վերև, ասենք վայ հանձնվում ենք, վերջ, հա։ Բարի օր, հանրային ռադիոյի եթերում հանրամեդիայի հերթական թողարկումն է, ես, ինչպես միշտ, Լևոն Սարդարյանն եմ, եւ այսօր մենք խոսելու ենք հանրային դաշտում լրատվամիջոցների դերի նշանակության մասին, խոսելու եմ ամենագեղեցիկ ներկայացուցիչների հետ, իմ գործընկերների, բայց մինչ ներկայացնելը նրանց, այսպիսի մի ներկայացում էլի, այսպես ասեմ։ Տեսեք, վերջերս Գյումրիում տեղի ունեցան իրադարձություններ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց, հետո կալանավորվեց, եւ այդ ամբողջը արվեց ուղիղ եթերի պայմաններում, այսինքն լրատվամիջոցները այնտեղ էին, բայց այնտեղ էին ոչ բոլոր լրատվամիջոցները, այնտեղ եղած ոչ բոլոր լրատվամիջոցներն էին գնացել պարզապես լուսաբանելու, եւ ես որքանով որ հասցրել եմ հետևել այդ ամենին, կրկին անգամ տեսա, թե ինչ է իրենից ներկայացնում վերաբերմունքային եւ մանիպուլյատիվ ժուրնալիստիկան։ Եվ ինչի ենք մենք այսօր այս կազմով հավաքվել, որովհետեւ սովորաբար, երբ խոսքը գնում է կեղծիքի, մանիպուլյացիայի եւ այլնի մասին, բնականաբար հանրությունը, հասարակությունը, առանձին անհատներ միանգամից մեղադրում են բնականաբար լրագրողներին։ Ես այս անգամ փորձելու եմ պաշտպանել լրագրողներին եւ ասելու եմ, որ կան շատ ավելի պատասխանատու մարդիկ եւ որոնց հետ մենք այսօր հենց զրուցելու ենք։ Իմ այսօրվա եթերում իմ գործընկերներն են Լիաննա Եղիազարյան, հանրային ռադիոյի ռադիոլուր լրատվական ծրագրի ղեկավար, Ստելլա Մերաբեկյան Civilnet-ի ավագ խմբագիր եւ Նարինե Նազարյան Armenpress պետական լրատվական գործակալության տնօրեն։ Տիկնայք, ինչու ենք մենք թողնում, որ լրագրողները աշխատեն այնպես, ինչպես աշխատում են հիմա։ Նկատի ունենք առհասարակ դաշտը, նկատի ունենք այն միջավայրը, որը ընդհանուր ջանքերով է կազմակերպված։ Հիմա չէ, ես նկատի ունեմ հետեւյալը։ Ես կոնկրետ ասում եմ, որ եթե գլխավոր խմբագիրը, եթե տնօրենը թույլ չտա լրագրողին աշխատել այնպես, ինչպես նա աշխատում է, լրագրողը նման բան երբեք չի անի։ Ասեմ ավելին, ես գիտեմ շատ գլխավոր խմբագիրների, ղեկավարների, լրատվամիջոցների, որոնք պարտադրում են լրագրողներին աշխատել հենց այնպես, ինչպես նրանք աշխատում են, եւ ինչի արդյունքում ես, դուք նաեւ այդ թվում դառնում ենք հանրության քննադատության, այդ մեղմ եմ ասում քննադատության բառը, թիրախ։ Այստեղ առաջին կարևոր բանը այն է, որ խմբագիրը թույլ չտա ընտրողաբար լուսաբանել իրադարձությունները, այսինքն չպետք է լինի վերաբերմունք, քո ասած վերաբերմունքը չպետք է լինի, ինչը լուսաբանել, ինչը ոչ, եթե կա աղմկահարույց իրադարձություն, դա պետք է միանշանակ լուսաբանվի։ Ինչը պետք է արվի ծայրաստիճան բծախնդրորեն եւ ընտրողաբար, դա այն է, թե ինչ շեշտադրումներ եւ առանցքային ինչ ասելիք պիտի գա եթեր եւ իրեն հարգող լրատվամիջոցը գոնե պետք է կարողանա այս հայհոյախառն իրականության միջից զտել բերել այն, ինչը լսարանին կտա ճիշտ պատկերացում։ Այո, այդ հայհոյախառն իրականության մեջ լինում են բաներ, որոնք դու երկար մտածում ես, ինքդ քեզ խմբագրում ես, ինքդ քո խմբագրական քաղաքականությունը վերախմբագրում ես եւ մտածում ես թողնել դա եթեր թե ոչ։ Այստեղ շատ նուրբ է այդ սահմանը, պետք է կարողանաս գտնել ինչպես մատուցել, ինչը մատուցել, որ չմնա կուլիսներում իրադարձության են պատկերը, այն երանգը, այն ասելիքը, որը ամբողջական պատկերացում կտար տեղի ունեցածի մասին, բայց նաև կարողանաս ավելի կոկիկ մատուցել այդ ամբողջը։ Մեր գործընկերները երբեմն չեն նկատում այդ սահմանը։
գուցե մի քիչ չեն ուզում, չեն նկատում, այստեղ շատ մեծ է նաև, թե ինչ քաղաքական ուժի թելադրանքով են իրենք լուսաբանում եւ ինչն են ուզում տեսնել։ Մարդու ասած հիմնական ասելիքը, թե նրա փողկապի գույնը եւ փողկապի արժեքը։ Տեսեք, որպեսզի օրինակները ին վրա բերեմ, էլի, որ հիմա չստացվի որ ես այլոց եմ թիրախավորել, 18 թվականին ես լրատվամիջոցներից մեկի մեր հանրային հեռուստաընկերության լուրերի այսպես պատասխանատուն էի, կարելի ասել, գլխավոր խմբագիրը չէի այդ բային, եւ այդ ուղիղ եթերներից մեկի ժամանակ որ գնաց եթեր այդ ամեն ինչը, հետո դրանից հետո պետքա ռեպորտաժ դառնար, ես ասի սա, ես որպես ռեպորտաժ թույլ չեմ տալու, որ գնա իմ եթեր, խոսք վերաբերում էր գեներալ Մանվել Գրիգորյանին, մեկը ասեց հիմա իմ ձեռը ճարելն էր, դանակը կդնեի քո կորդին կկտրեի։ Ասի սա եթեր չի կարող գնալ անկախ նրանից, թե որ կողմից է սա ասվել, ինչ կոնտեքստում է դարվել, բայց հիմա դա դառել է սովորական երևույթ։ Այսինքն ըստ էության նման արտահայտությունների ворս են սկսել լրագրողները։ Այ մեկը տենց բան ասի, գնամ ռեպորտաժ անեմ, մեկը տենց բան ասի տամ եթեր։ Անգամ երբեմն հրահրում են, որ նման բան ասեն, քո ձևակերպումների իմաստով ես ինչ որ տեղ համամիտեմ, որովհետև պատասխանատվություն կրում ենք այո մենք, որովհետև մենք ենք թելադրում ստանդարտները։ Եթե դու պահանջկոտ ես քո աշխատակցից, քո լրագրողից, խիստ հետևել լրագրության կանոններին, չշեղվել դրանից, ընդունված արժեքներին, ունես ավանդույթներ, աշխատանքի ոճ, ուղղություն, կարմիր գծեր, որոնք չպետք է հատես, այդ իմաստով այո դու պատասխանատու ես, որպեսզի բոլորը հետևեն, սակայն չես կարող բոլորին վերահսկել բնականաբար, որովհետև մարդ լրագրողը եւս մարդ է իր վերաբերմունքով, իր հուզական վիճակով, իր հավակնություններով, իր ամբիցիաներով ու պարզապես պետք է զգոնություն, պետք է դրա համար մեկ անց չի աշխատում այդ ամբողջ արտադրական process-ում լրագրողն է, խմբագիրներն են, եթե իհարկե մենք չենք խոսում մարդ գործակալությունների մասին, որը հիմա շատ տարածված է մեզանում։ Շնորհակալ եմ նախհրավերի համար, Լևոն, մի շատ ֆունդամենտալ խնդիր ես բարձրացնում, կարծում եմ 20 կամ 30 րոպեի ընթացքում դժվար կլինի բոլոր շերտերը բացել, բայց սա ընդհանուր մարտահրավեր է, այո, ոչ միայն հանրության համար, այլ առողջ էթիկական լրագրությամբ զբաղվող լրատվամիջոցների համար, որոնց համար, ինչպես Նայինը նշեց, կան կարմիր գծեր, կան նորմեր, արժեքներ, որոնք շարադրված են կայքում, որոնք ամենօրյա աշխատանքի ուղենիշ են, բայց այն ինչ կատարվում է մեր լրատվադաշտում, կարծում եմ ուղիղ արտացոլանքն է մեր քաղաքական դաշտի եւ այդ փաստը բազմիցս արձանագրել են նաեւ միջազգային կազմակերպությունները իրենց վարկանիշերում, ասելով որ կա շատ ուժեղ բևեռացում քաղաքական, որն արտացոլվում է լրատվադաշտում։ Այսօր մենք ունենք այն ինչ ունենք եւ ստիպված ենք այս հորձանուտում, այս ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների օվկիանոսում ինչ որ ձև խուսանավել եւ պահպանել այն արժեքավորը, ինչը մեզ բերել է այս մասնագիտություն եւ պիտի ընդունենք, որ այո դժվար է։ Նույն Գյումրիի դեպքերը կամ այլ դեպքեր, երբ դու նշում ես, որ խոսափողը ձեռքին անմիջապես հայտնվում են այնտեղ, այստեղ մի քանի փող կապակցված խնդիրներ կան, ոչ բոլոր մեդիաներն ունեն այդ ռեսուրսները անմիջապես եւ միաժամանակ լինել բոլոր տեղերում, ապահովել այն լուսաբանումը, որը պետք է ապահովի, գալիս ենք լրատվամիջոցների անկախությանը, իրենց ֆինանսական ինքնաբավությանը եւ այլն, այսինքն գործոնները շատ բազմազան են, բազմաշերտ են, բայց այո, որ այսօր դժվար է անել լրագրություն իր դասական իմաստով, սա փաստ է, կարծում եմ դժվար է վիճել այստեղ։ Արդեն մրցակցության մեջ էլ չեն մնում դասական լրագրության առաջնորդողները։ Մենք իսկապես խոսում ենք լրագրության կանոններից եւ այլն, խոսում ենք իրեն հարգող եւ իր լսարանին հարգող լրատվամիջոցի մասին, բայց մենք այստեղ լուրջ խնդրի առաջ ենք կանգնում, որովհետեւ դու այլևս մրցակցության մեջ չես, ոչ քո դիտումներով, ոչ քո կայք հաճախելիությամբ, որովհետեւ մարդկանց դյութում են, գրավում են եւ քո հղումները, քո դիտելիությունը կորզում են այն լրատվամիջոցները, որոնք վերնագրում ունեն ամենաաղմկահարույց միտքը, որոնք անցել են վաղուց անցել են արդեն ռիլային լուսաբանման, որտեղ կորչում է ընդհանուր ասելիքը, որտեղ աղմուկն է գերիշխում եւ մարդկանց իսկապես գրավում են այդ կարճ ամենասուր ձևակերպումները պահած գրառումները եւ դու դառնում ես որպես լրատվամիջոց ուղղակի քո ոսկե միջինը պահող
Եվ այդ հոսանքի մեջ դժվար լողացող Դե հիմա ինչ անենք, լավ, հիմա ասենք կներեք, էլի, ասենք մենք ինչ պիտի անենք, թաթիկներս տնկենք վերև, ասենք վայ հանձնում ենք, վերջ, հա, դասական լրագրությունը, մաքուր լրագրությունը պայմանական ասած, գցենք աղբանոց, գնանք առաջ այդ հորձանուտի մեջ մտնենք։ Եվ այստեղ օրենքներն էլ չեն կարող օգնել, որովհետև on-line լրատվամիջոցները իսկապես դուրս են բազմաթիվ կարգավորումներից։ Օրենքը աշխատում է ին վրա, աշխատում է քո վրա ու աշխատում է Armenpress-ի վրա։ Այո, մենք էլ ենք հենց դա ասում։ Երբ Նարինեն ասում է մարդ լրատվամիջոց, մարդ խմբագրություն, իսկապես այդպես է։ Երեք օրինակ մի զեկույց է հրապարակվել, եթե թվերը ճիշտ եմ մտաբերում, դիտարկված 42 լրատվամիջոցից 10-ը եղել են հեռուստաընկերություններ, դրանցից 9-ը պատկանում են այս կամ այն քաղաքական ուժին։ Եվ մենք այստեղ գործ ունենք մի իրականության հետ, երբ այդ մարդիկ չեն էլ ուզում հաշվի նստել քո լրագրության կանոնների, էթիկայի, սահմանադրության պահանջների հետ բռնության քարոզը բացառել եւ այլն, չէ, այդ լրատվամիջոցները երբեմն հիմնականում on-line հենց դա են ուզում անել։ Ես ձեզ ասեմ sense մի բան, մի քիչ վիճելի թեզ կարող եմ ասեմ, բայց դրա մեղավորը հենց մենք ենք նախ։ Հեսա ասեմ ինչի։ Որովհետև օրինակը բերեմ համեմատությունը որ բերեմ։ Այն ժամանակին որ հերարցակողներին հարցնում էի, ասում էի լավ ինչի եք այդքան ռաբիզ տալիս էլի, եթե ինչի եք անդադ ռաբիզով լցված, ժողովուրդ հետ ուզում։ Ժողովուրդը հետ չի ուզում, ժողովրդին մենք այդ սովորացրեցինք, հետո անունը դրեցինք, թե ժողովուրդը հետ է պահանջում։ Հիմա երբ օրինակ ամենայն հարգանքով Գագիկ Շամշյանը վերածվեց ազգային հերոսի ժուրնալիստիկայի ասպարեզում, դա 2000-ականների սկիզբն էր։ Այն ժամանակ օրինակ ես էլի իմ նմանները մի քանիս ասում են ժողովուրդ, սա բերելու է կործանման դաշտի, ու այստեղ Շամշյան Գագիկը չի խնդիրը, այլ այն արժեքային համակարգը, որ այդ կարգի լրատվությունը, այդ կարգի լրագրությունը իր հետ բերում էր դաշտ։ Դաշտը լցվեց դրանով, մենք անմռունջ այդ ամեն ինչին հետևեցինք, հիմա ասում ենք վայ, ախր սենց չի, ախր նենց չի։ Հիմա ասենք, տեսեք, օրինակ բերեմ, մի քանի օր առաջ թուրքական Oda TV կոչվող կայքը հրապարակել է հոդված, որտեղ ասում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այստեղ վարչապետի անձը բացարձակայական չի, հայտարարել է Սյունիքի մի մասը Ադրբեջանին փոխանցելու մասին։ Կայքը պնդել է, թե Երևանը Սյունիքից կհանձնի 1200 քառակուսի կիլոմետր տարածք, ինչպես նաև Թուրքիան նույնպես կստանա որոշակի տարածքներ մարգարասահմանային հսկիչ գետի հարևանությամբ, որպես փոքր անվտանգության գոտի։ Սա բնականաբար ապացուցվեց, որ կեղծ տեղեկատվություն է, որ քարոզչական նյութ է, բայց այդ արանքում հասցրել էր Alpha News, մի հատ այդպիսի լրատվամիջոց կա, որտեղ խոսում են արժեքային համակարգի մասին, իմիջիալուց ամենօրյա ռեժիմով են խոսում մեր արժեքային համակարգների համակարգի մասին, Alpha News-ը տարավ, հետո դրանից հետո արդեն 7 օր AM եւ ժամ AM-ը տարան։ Եվ հիմա պատկերացրեք, լավ, մեր վրա վերցնենք, մենք այդպիսի բան արած լինեինք, ընդ որում ոչ թե գործող իշխանության, այլ նախկին իշխանության հետ կապված, որ մեկս գործի կմնար։ Վատ է, որ մենք համեմատության մեջ ենք նայում մեզ այդ լրատվամիջոցների հետ, բայց ստիպված են երբեմն։ Եվ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, այդ շեմը որն է լրատվամիջոց, որը ոչ մի կերպ չի տարանջատվում։ Ինչ որ անհայտ ծագման կայք էջը կարող է ներկանալ լրատվամիջոց, տարածել հայտնի ծագում ունի։ Տարածել, ինքն իր լսարանի հետ հաշվի չնստել, եւ այստեղ մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ ապատեղեկատվության հետևից իսկապես չես կարող հասնել։ Որքան ուզում ես հետո հերքի, որքան ուզում ես փաստեր հրապարակի, դու չես կարող արդեն մարդկանց գիտակցության մեջ ամրապնդված, բերանից բերան փոխանցված տեղեկությունների հետ հաշվի չնստել։ Եվ հետո մեր հանրության մոտ կա նաեւ դե եթե ասում են ուրեմն ճիշտ է։ Այդ մտայնություն էլ կա։ Երբեմն առաջնորդվում են իներցիայով, վերցնում են իգիտություն, էլ դրա հետևից չես էլ հասնի։ Եվ այդ իրականության այդ ողտոր պատկերը մնում է մարդկանց գիտակցության մեջ։ Իսկապես մեդիա պահանջմունքն էլ է դա երբեմն։ Իմիջիալուց կներեք էլի դրա հետ կապված հիշեցի ժամանակին, որ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել էին, մտախանութ խանութի աշխատողը նայեց դե ճանաչում էր եթերից գիտի բան, ասես դուք իմանաս։ Ճիշտ է որ Ռոբերտ Քոչարյանի դվայնիկին են բռնել, այն որ ես մի 5 րոպե հետ էի գալիս այդ ինֆորմացիայից, բայց ստացվեց պարզվեց, որ այդ տեղեկատվությունը, չէ, այդ տեղեկատվությունը արդեն շրջանառվել էր։ Դա իրականում Ռոբերտ Քոչարյանը չի, դա նրա նմանակն է եւ այլն, ու այդ կեղծիքը տարածող լրատվամիջոցների կամ այդպիսին հորջորջվող ինչ որ բաների պակաս մենք չունենք։ Եվ որը հանգեցնում է վստահության ճգնաժամի նորմալ արժեքներով առաջնորդվող ստանդարտներ ունեցող լրատվամիջոցների համար,
ու իրոք ջանքերի գերլարումով պետք է ամեն օր փորձես ոչ թե ձեռքի հետ վեր բարձրացնես ու հանձնվես, այլ ամենօրյա աշխատանքով փորձես պահանջարկ ձևավորել որակյալի նկատմամբ։ Ոնց։ Աշխատանքով կոնկրետ ոնց հիմա ես կարող եմ անընդհատ ասում ենք, որ այ պետք է, բոլորս էլ գիտենք, որ պետք է դա արվի։ Ոնց պիտի դա արվի։ Կարծում յուրաքանչյուր լրատվամիջոց գոնե իր տիրույթում պետք է փորձի մնալ հավատարիմ այդ արժեքներին եւ կանոններին։ Մենք որպես լրատվամիջոց, որպես Civilnet կամ Armenpress ինչ կարող ենք անել մյուս գործընկերների հանդեպ, կարծում սա մեր մանդատը չի, դաշտի ընդհանուր կարգավորման կարիք կա, բայց քանի որ խոսք գնաց ապատեղեկատվության մասին, իհարկե մենք բացել ենք Civilnet check փաստերի ստուգման թիմը, որը անխոնջ 24 ժամ աշխատում է մանիպուլատիվ ու կեղծ պնդումներ փնտրելով, հերքելով, բայց պետք է սթափ մոտենանք եւ հասկանանք, որ ապատեղեկատվությունն ու կեղծ լուրը շատ ավելի մեծ, ինչպես Լիանան նշեց, եւ այդ հերքումները եւ շատ ավելի պրոֆեսիոնալ պատրաստված հոդվածները, որոնք դու անում ես 1 օր, 2 օր հետո, որովհետեւ դու հարցումներ ես ուղարկում, հետազոտում ես նյութը եւ թեման, շատ ավելի քիչ մարդկանց են հասնում։ Այստեղ ես չգիտեմ ավելին ինչ կարող է անել պրոֆեսիոնալ լրատվամիջոցը, եթե ոչ այս քայլերը։ Ես ձեզ ասեմ, ոչ թե ասեմ ինչ պետք է անել, ես ձեզ ասեմ ինչ է արվում, որպեսզի օրինակ Armenpress չկարդան, ռադիոլուր չլսեն, Civilnet չընթերցեն։ Բառացիորեն մի քանի րոպե առաջ նայեցի ինքը ռուսերենով, հիմա կփորձեմ թարգմանել, որ Telegram ալիքներից մեկն է բավական մեծ տարածում ունեցող, ակնհայտորեն ռուսաստանյան ֆինանսավորում ունեցող ու ոչ միայն ռուսաստանյան տեղեկություն է տարածել, թե իրենց ունեցած տեղեկություններով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներքին հրահանգի իջեցրել Armenpress-ին մասնավորապես, հանրային ռադիոյին, հանրային հեռուստաընկերությանը, մի խոսքով այն բոլորին, որ համարվում են պետական, հա, որ ոչ մի ձևով չքննադատել Ադրբեջանին, որևէ ձևով, հա, ռեակցիա չտալ քննադատություններին, որոնք ուղղված են Ադրբեջանին, փոխարենը մեծ տեղ տալ հակառուսական ռոպագանդային։ Դուք դուք ստացել եք նման հրահանգ որևէ մեկից։ Ոչ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ։ Եթե կարելի է այստեղ խնդիրը հենց այդ է, ես գիտեմ, որ ես էլ չէի ստացել։ Ես էլ չեմ ստացել ու չի կարող նման բան լինել, բայց ինչա արվում այստեղ ասվում է, որ ժողովուրդ Armenpress-ին չվստահեք, ռադիոլուրին չվստահեք, հանրային հեռուստաընկերությանը չվստահեք։ Լևոն, դու նշեցիր, որ Telegram-յան ալիքներից մեկը տարածեց այդ տեղեկությունը եւ մենք այստեղ պետք է ընդունենք մի փաստ։ Մրցում ենք ոչ միայն լրատվամիջոցի հետ, այլ ինֆլուենսերների, տարատեսակ բլոգերների դարաշրջանում մենք մրցում ենք նաև այդ տեսակ ալիքների, կասկածելի էջերի, բլոգերների հետ, որոնց վերահսկելը կարծում եմ պարզապես անհնար է։ Խմբավորումների, որոնք ստեղծված են այս պատերազմների համար, քարոզչական, հիբրիդային։ Բնականաբար դա այդպես է։ Հիմա ես կարող եմ էլի այդպես անձնական օրինակ բերեմ, մի քանի տարի առաջ, այդպես մի բավական հայտնի ու անհայտ ցակման Telegram-յան էջ կար, իմ մասին նողկալի մի բան էր գրել ռուսական։ Իբար եւ պատիվ մեր գործընկերների, որոնց ես այնքան էլ գործընկերներ չեմ համարում, կարող եմ հերթով թվարկել են լրատվամիջոցներին, որոնք առանց ինձ տեղյակ պահելու, առանց որևէ բան ինձնից հարցնելու, դա թարգմանել էին հայերեն եւ տարածել էին։ News.am ձեզ իմիջիալուց ողջունում եմ այդ իմաստով։ Հիմա երբ մենք ասում ենք Telegram-յան, այս Telegram-յան տեղեկատվությունը ու դա մենք տեսանք պատերազմի ժամանակ, ինքը միանգամից դառնում է տեղեկատվական հիմնական աղբյուրներից մեկը, եթե չասեմ, որովհետև վերահսկողություն չկա։ Դարձել եւ մնացել։ Հիմա մենք այստեղ նաեւ ոչ միայն մեր պայքարը ուղիղ կամ անուղակի իմաստով պայքարը Telegram-յան ալիքների հետ է։ Քարոզչական պայքարը նաև ապատեղեկատվական ցանցերի դեմ է։ Այ կամ Matryoshka ցանց, վերջերս մենք այդ մասին մի քիչ ավելի տենց հետաքննական նյութ պատրաստեցինք։ Մասնագետները վստահեցնում են ռուսական ցակմանը, մասնագետները նկատում են, որ ապատեղեկատվական հոսքերը ռուսական եւ ադրբեջանական ուղություններից են առավելապես, եւ այստեղ մենք որպես լրատվամիջոց արդեն մրցակցության մեջ ենք մտնում, անկախ մեր կամքից, անկախ մեր ջանքերից, մրցակցության մեջ ենք հայտնվում հենց այսպիսի ապատեղեկատվական ցանցերի հետ։ Սրա կողքին կա մեկ այլ իրականություն, էլի երեք հրապարակված մի զեկույցով, որ Հայաստանում լրագրողների, անհատ լրագրողների եւ լրատվամիջոցների դատական գործերը
կտրուկ ավելացել են։ Սա էլ մեր ներքին պայքարն է հենց լրագրողների դեմ։ Եվ բնականաբար խորհրդարանական շրջան է սկսվում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ենք, դժվար փուլ է սկսվելու, անզիջում պայքար է լինելու, այնպես չէր, որ մենք քո ասածի պես անմռունչ հետևեցինք, ինչպես փոխվեց, բայց այս իրավիճակը, իրադարձային լուծումները այնքան արագ հաջորդեցին իրար, իսկապես մեր աչքի առաջ փոխվեց ամբողջ մեդիա տիրույթը, դարձանք ավելի on-line, թվային, դարձանք արհեստական բանականությամբ գեներացված նույն Եվրոպան էլ հիմա փնտրում է յուրաքանչյուր խմբագրության ներսում եղավ, այն որ հիմա ոնց անենք, երերում ես մի պահ, մտածում ես տրվես, որովհետև դրանք էլ չէ, սադրանքներ են քո դեմ, տրվես այդ սադրանքներին, իջնես իրենց մակարդակին, թե մնաս, այնուամենայնիվ մնաս, օրակարգ թելադրող, որակ թելադրող ու ինձ թվում է, որ այնուամենայնիվ գալիս է այն մի պահը, որ դու քեզ համար որդեգրում ես քո հստակ ճանապարհը, այո, թող քիչ դիտումներ լինեն, թող մի քիչ օպերատիվության մեջ կաղաս, բայց լինես ճշգրիտ, պահպանես այդ ճշգրտության կանոնը, օբյեկտիվության կանոնը, Ստելան էլ ասաց, ժամանակ է չէ պետք, որ դու ստուգես այդ տեղեկությունը նոր հրապարակես, գալիս լցվում է այդ։ Ես փորձել եմ 2 րոպե արդեն։ Չէ, օրինակ բերեմ, եթե օրինակ կեղծ լուրը կապված է Մարսելի, Ֆրանսիայի, ինչ որ Հայաստանից դուրս գտնվող խաղացողների հետ, այդ հարցումներին կարող են պատասխանել 1, 2, 3 օր, երբեմն չպատասխանել, սկսես այլ աղբյուրներ փնտրել, որպեսզի հերքես։ Մեր հայաստանյան էլ ընդունենք, որ այնպես չի, որ բոլորը այնքան հասան։ Պատկան կառույցը լռում ու այդ անոթ տարածությունը լցում է ինչքան ինֆորմացիոն աղբով ասես։ Այո, եկեք ընդունենք, որ մեր գերատեսչությունները կոմունիկացիայի տեսանկյունից առանձնապես աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալիզմով, երբեմն իրարամերժ բաներ են հայտարարում եւ սա այստեղ կոմունիկացիան պետք է սկսել եւ ապատեղեկատվության պայքարը ոչ միայն դրսից եկող ինչ որ հոսանքների դեմ, այլ նաեւ ներսում փորձել կարգավորել, բայց ինչ վերաբերում է դրսից, ինչպես Լիանան նշեց, Ռուսաստանից եկող, սա նորություն չէ եւ ավելին ասեմ, ուժգնանալու է, խորանալու է եւ մենք պետք է պատրաստ լինենք շատ ավելի մեծ ծավալների։ Հիմա մենք անկախ մեզնից մտանք այդ հակառուսաստանյան պրոպագանդայի մեջ, որտեղ ինչ ասենք Ռուսաստանի հետ է կապված։ Իրականում ռեսուրսների անսահմանափակություն ունենք, որ ստեղծենք առանձին ստորաբաժանումներ, որոնք փաստերի ստուգմամբ կզբաղվեն։ Մենք էլ փորձում ենք ներքին կարողությունների լավարկման, կատարելագործման ճանապարհով գնալ, ներքին ստուգման, այն նախնական ստուգման փուլն ենք ներդնում, լրագրողներին ասում ենք, ինչը կասկածեցիք մի գրեք, երբեք չարթարանաք, ինչ հանեմ ինքը այդպես ասած, այդ ձևակերպմամբ, ամեն ինչը ստուգեք, կասկածեք, մի գրեք, թվային տվյալ կլինի, ինչ ուզում ա լինի։ Ներդնում ես ինչ որ մեխանիզմներ, ուղղակի ներսում ես փորձում, դու ուժերի գերլարմամբ այդ խնդիրը որևէ ձևով լուծել, որպեսզի արդեն հետագայում խնդիրներ չունենաս հերքումների եւ այլնի։ Կարող չխոստովանել, որ չի լինում երբեք, որ անվրեպ լինես, ամեն ինչը ճշտես։ Մենք բոլորս էլ երևի կանգնել ենք ինչ որ բահի այդ իրավիճակի առաջ։ Չի սխալվում, նա ոչինչ չի անում։ Խնդիրը դա չի։ Խնդիրը այնա թե ինչպես անել, որ լավ լինի, որովհետև տեսեք, այստեղ մի հարց է առաջանում։ Ես հանրային ռադիոն եմ, Լիանն անել, հա, Armen Press-ն այնտեղ, հանրային հեռուստաընկերություն կա։ Դրանք բոլորը ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Գաղտնիք չեմ ասում, հա, չեմ բացահայտում անում հիմա։ Եվ անընդհատ ու պարբերաբար մեզ ասում են, այ դուք հանրության առաջ պատասխանատվության բարձր աստիճան ունեք, որովհետև դուք վճարվում եք քաղաքացիների վճարած հարկերից։ Հիմա այստեղ իմ մոտ միշտ այդ աբսուրդային հարցը, նախ ես ինքս եմ հարկեր վճարում, այդ իմ ընտանիքի անդամներն էլ են վճարում։ Բայց այստեղ խնդիրը առաջանում, լավ, եթե հանրայինը, Armen Press-ը, հանրայինները պատասխանատու են, բա մնացածը պատասխանատու չեն։ Բա մնացած դաշտը պատասխանատվություն չունի հանրության առաջ, որովհետև երբ մենք հասկանալի է, որ մենք Հիպոկրատի երթում չենք տվել, հա, լրագրող ընդհանուր որ մաս եմ ես, լրագրող մասնագիտություն չի։ Լրագրողը հմտություն է, այդ ասեմ, որ իմանան բոլորը։ Ֆուլտակ որպես ոչ պետական մեդիայի ներկայացուցիչ ասեմ, որ երևի թե արդարացված է, որ ակնկալիքը հարկերով ապրող մեդիայի հանդեպ մի քիչ պատասխանատվության աստիճանը ավելի բարձր է, սա մի կողմ Չէ, ես ընդունում եմ, որ այդ պատասխանատվությունը կա, չի կարող չլինել, հատկապես որ եւ հանրային ռադիոն, եւ հանրային հեռուստաընկերությունը, եւ Armen Press պետական գործակալությունը աշխատում են օրենքի սահմաններում, այսինքն մեր երեքի մասին կա ընդունված օրենք։
իմ մյուս հարցը կլինի, իսկ ով է քո հարցադրման հասցեատերը։ Էլի թողնվածը սեփական բարեխղճությանը լրատվամիջոցի եւ քաղաքական պատկանելությանը, դա էլ չմոռանանք ասել։ Հիմա հանրությունը պատասխանատվության ակնկալիք պետք է ունենա այդ մարդկանցից, թե չպետք է ունենա այդ լրատվամիջոցներից, որովհետեւ եթե օրինակ այստեղ իմ հյուրն էր, այստեղ Զարան Մարգարյան հրապարակի ինքը մի հետաքրքիր ձևակերպում արեց, ասեց մենք մի քիչ մեծամիտ ենք լրագրողներով, մենք չենք հասկանում, որ ընթերցողը շատ ավելի խելացի է, քան մենք ենք։ Այսինքն պետք չի մարդկանց հիմարի տեղ դնել, բայց մենք այդքանը հասկանալով հանդերձ, ես հիմա մենք որ ասում եմ դաշտը նկատում, շարունակում եմ մարդկանց հիմարի տեղ դնել։ Բայց միշտ չի որ ընթերցողը գիտի ով որտեղից է ֆինանսավորվում։ Դա էլ եկեք չմոռանանք, այո, հիմա չի, բայց սովորական ընթերցողը չի խորանում այդքան, որ այս ինֆորմացիան տվողը այստեղից է ֆինանսավորվում, այստեղից շահեր ունի։ Կարող է անգամ այդտեղ նշանակություն ունենալ, թե այդ ինֆորմացիոն արտահոսքը որտեղից է եղել, որովհետև ինքը այդ կողմից ֆինանսավորում ունի, օրինակ, այնպես չի, որ մեր բոլոր ընթերցողները դրա մասին գիտեն ու տեղյակ են։ Կամ պիտի վերլուծեն այդ ամբողջը։ Հա, կամ պարտավոր են դա իմանալ ու պարտավոր են վերլուծել, ու հենց դրա վրա են խաղում որոշ լրատվամիջոցներ կամ լավ, որոշ լրատվամիջոցները հասկանան, Սպուտնիկ Արմենիան ասում է գիշերը ջերմուկում Ադրբեջանը դիրքերը առաջ է բերել։ Սպուտնիկն էլ հո գիտենք որտեղից է, ով է իրանց ինչա ներկայացնում, լրատվամիջոց որպես։ Գիտենք, չէ՞։ Հերկվում է այդ ամեն ինչը, հերկվում է մի շարք լրատվամիջոցների կողմից։ Այդ ձեր ասած անգործության մատնված նաև պետական մարմիններն են հերկումներ տարածում, ապացուցողական հերկումներ, ոչ թե օթի մեջ, բայց գիտեք ինչ կա։ Բայց խայծը իր հերթին եւ պատասխանատվությունը, որ իրենք դրանց հետո Սպուտնիկի ներողություն ընթերցողների նկատմամբ ինչ որ բան շատ հաճախ շատ լրատվամիջոցներ ուղակի չեն էլ գիտակցում ու չեն էլ հասկանում, որ պետք է հա կներես լսում եմ Էլի գալիս ենք այդ գեր օգտագործված մեդիա գրագիտություն բառին եւ հասկանում ենք, որ հանրությունը չի կարող այդքան վերլուծական կարողություն ունենալ, իսկապես նայել ասացի պես տրամաբանել, դասակարգել լրատվամիջոցներին, դրա համար էլ լրատվամիջոցների դեմ դատական հայցերը ավելանում են, անվստահությունը աճում է։ Եվրոպական երկրներում օրինակ մի շարք երկրներում կա մեդիա արբիտրի ինստիտուտ, որը իր վրա վերցնում է դատարան հասնելու երկարատև ծախսատար process-ը եւ ինքը միանգամից շատ ավելի հեշտ եւ շատ ավելի պրակտիկ ու ճկուն գործիքներով անմիջապես ճշտում է ինչ կա, ինչ չկա։ Լրատվամիջոցների միջև վեճերն է վերցնում իր վրա, քաղաքացի լրատվամիջոց, պաշտոնատարանց լրատվամիջոց վեճերը վերցնում իր վրա։ Արագ ճշտում է եւ տարածում է։ Սա օրինակ մի եվրոպական օրինակի վրա մի վարքյան, եթե գնացինք եվրոպական օրինակի վրա, օրինակ անցած հաղորդումից հետո իմ 5 գործընկերներից մեկը, իմ անունը չասեմ, ինձ զանգեց, ասեց ես գտնում եմ, որ դու ճիշտ ես ասում, մի շարք պնդումներ էի արել, ու ես գտնում եմ, որ լրագրությունը Հայաստանում պետք է լիցենզավորվի։ Այսինքն լրագրողները պետք է լիցենզիա ստանան։ Տրամաբանության տար կա ասացի մեջ։ Իսկապես կա։ Հա, այսինքն լրագրողը, որը խախտում է ինչ-որ նորմեր, հա, այդ նույն արբիտրի, հա, որոշումների հիմքում ինչ-որ նորմեր են, չէ՞ դրված, հա, եթե վեճ կա, այս այդ, ուրեմն նորմերի շրջանակն է։ Եթե խախտում ես, եղբայր դու լիցենզիայից զրկվեցիր, ոնց որ չգիտեմ, բժիշկը զրկվեց լիցենզիայից, դու չես կարող հանրությանը, որովհետև մենք երբեմն չենք գիտակցում, որ մեր տված մեր վատ արած աշխատանքի տված վնասը պակաս վտանգավոր չի բժշկի վատ արած աշխատանքից իմիջայլու։ Այստեղ ուղղակի ինձ թվում է մի վերապահումի բայց կարող է լինել լիցենզավորման եւ կարգավորման հետ իհարկե որևէ խնդիր չկա, բայց մեր երկրում այն պահից սկսած, երբ պետությունը ինչ որ առումով կսկսի կարգավորել դաշտը, այստեղ մենք կարող ենք ընկնել մյուս ծայրահեղության մեջ, որովհետեւ ես այդ մտավախությունը ինքը ասես չէ, պետությունը չի անում դա։ Դա անում են հասարակական կազմակերպություններ, կարող է լիցենզավորել կամ լիցենզիայից զրկել, հասկանալի, որտեւ այդ գործիքը ընդունում է, որովհետեւ վաղը չգիտես այդ գործիքում ձեռքում կա օգտագործվել, այնպես որ պետք է այստեղ ոսկերչական զգուշությամբ գործել։ Իհարկե, երբ որ ասում եք հասարակական կազմակերպություն կամ ինչ-որ բան, հենց հիմա Լիանայի հիշատակած այդ արբիտրի պարտականությունները, այսպես ասած, երկու հասարակական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են դրանով, տեղեկատվական վեճերի խորհուրդ եւ ինքնակամ, այո, դիտորդ մարմինը, բայց պարտադիր չեն նրանց որոշումների կատարման համար ու եթե, այսինքն կարգավիճակի հարց է
պետքա կարգավիճակ տալով լուծել այս խնդիրը կամ չգիտեմ իրոք գործի որևէ ինստիտուտ, որպիսի էլի Լիանան հիշատակեց, որ լրագրողների դեմ դատական հայցերն են ավելացել, որպեսզի բանը դատարան ուղղակի չհասնի, որտեվ երբեմն նաև մարդիկ անելանելիությունից են դատարան դիմում, նաև այսպիսի իրավիճակներ հնարավոր է լինել։ Բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա, որ անցած անգամ ես պնդել էի, որ վիրավորանքի համար հիմա կա վարչական պատասխանատվությունն է, չէ, որ մտնում են դատարան, տուգանք եւ այլն, դրան դատարանները անլուրջ են վերաբերվում, շատ անլուրջ են վերաբերվում։ Որովհետեւ ատելության խոսքը օրենքով որևէ կերպ տարանջատված չի, սահմանված չէ եւ նախադեպային որոշումներ էլ չունեն։ Հիմա իսկապես ընկնում են զրույցների, սիրողական մակարդակի գնահատումների մեջ, չունենք նախադեպային որոշումներ, չունենք օրենքով սահմանված եւ եթե մենք խոսում ենք մեդիա արբիտրի մասին եւ Նարինեի հիշատակած երկու կառույցների, իրենք ես որքան հիշում եմ իրավիճակային հարցեր են բարձում, բայց ոչ ապատեղեկատվություն, ոչ լուրջ խնդիրներ։ Իսկ եթե մենք հանրության մոտ այդ ընկալումը ձևավորենք, որ իսկ ինչ է ասում մեդիա արբիտրը, դիցուկ այդ անունով, իսկ ինչ է ասում, նա այդ տեղեկությունը անդրադարձել է, ներողություն ստորագրել է դրա տակ կամ գուցե հերքել է, արդեն հասցրել է հերքել, իսկապես դա կարող է լինել ինչ-որ ստուգող մարմին, որի որոշումը պիտի հասնել դրան, պիտի այդտեղ լինեն հեղինակավոր մարդիկ, որոնց խոսքը արժեք կունենա, կշիռ կունենա, մարդը չի նայի այդ տվյալ ներկայացուցչին այդ արբիտրում եւ ասի դե այդ մարդը այդ ինքը չէր, որ ապատեղեկատվություններ տարած։ Իսկ մենք վստահության հետ ունենք շատ մեծ խնդիր ընդհանրապես ինստիտուտների պետական եւ ոչ պետական եւ բոլորս կարծում եմ դրա զոհն ենք դարձել։ Ցավոք սրտի անձնական դաշտում։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր, որ իմ հետ բանավիճում էինք կամ զրուցում էինք մենք միասին Լիաննա Եղիազարյանի հետ, ռադիոլուրի լրատվական ծրագրի ղեկավարի Ստելա Մերաբեկյանի հետ, Civilnet-ի հավաք խմբագիր եւ Նարինե Նազարյանի Armenpress պետական լրատվական գործակալության տնօրեն։ Ես Լևոն Սարդարյանն եմ, ինչպես միշտ, եւ այսօրվա թողարկումը Հանրամեդիայի մենք ավարտեցինք, ընդ որում հիշեցնեմ նաեւ, որ մեր այս բոլոր թողարկումները մենք կարողացել ենք կամ կարողանալու ենք եթերեր արձակել BBC Media Action եւ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության եւ միջազգային զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ այսօր այսքանը կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ օրը։ Շնորհակալություն, հաջողություն եւ համբերություն բոլորիս։